Դբրոցի մանկավարժներ, ցավոք եւ շրջանավարտներ։ Այս օրերին հանրապետությունը ուր ծնվել ու անցկացրել ենք մեր պատանեկությունը, ստացել ենք միջնակարգ կրթություն, օրերս գտնվում էր պատերազմական իրավիճակում։ Չնայած մարտական գործողությունները արդեն դադարել են։ Ուստի առաջարկվում է մեկ րոպե լռությամբ հարգենք հիշատակը բոլոր զոհվածների։ Գեղարվեստական մասը հայտնել ենք Երևան ազգագրական հայտնի կարին անսամբլին, որ չներկայանա մեր հավաքին, ելնելով Վրաստան Հանրապետությունում ներկա տիրող իրավիճակից։ Ուստի թույլ տվեք հանդիսավոր նիստը նվիրված միջնակարգ դպրոցի 70-ամյակին հայտարարել բացված։ Առաջարկվում է մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը մեր դպրոցի զոհված եւ մահացած շրջանավարտների, դպրոցի տնօրենների եւ մանկավարժների, ահա նրանց ձայնի արձագանքները արտահայտված են ցուցանակների վրա։ Մեզ բացակա չդնեք, մեզ բացակա չդնեք, մեզ բացակա չդնեք։ Հարգելի շրջանավարտներ, այսօր նոր հոգևոր զարթոնքի սկիզբ է դրվում մեր հարազատ կրթօջախի փառաբանց պատմությանը։ Անցած 70 տարիների ընթացքում մեր դպրոցը ունեցել է շրջանավարտների 68 թողարկում 132 դասարաններով։ Այդ տարիների ընթացքում Նորշեն Սխալբիլայի միջնակարգ դպրոցի շրջանավարտներից շատերը դարձել են գիտության, արվեստի ճանաչված գործիչներ, անվանի գիտնականներ, ճարտարապետ կոնստրուկտորներ, շինարարներ, բժիշկներ, տնտեսագետներ, պետական եւ քաղաքական գործիչներ եւ վերջապես վաստակաշատ ուսուցիչներ, արհեստավորներ, բանվորներ, արտադրության առաջավորներ ու գիտնականներ։ Այսօր հպարտությամբ ենք հնչեցնում իրուր աշխարհի, մասնավորապես համայն հայությանը, որ մեր շրջանավարտներից եւ նրանցից սերված 41 ամուսինք գիտությունների դոկտորներ են, տեխնատուներ ու ակադեմիկներ են, հոգևոր աշխարհի ճանաչված առաջնորդներ եւ գրողներ։ Այսօր արդեն եվրոպական օպերային թեմահարթակ է դուրս գալիս մեր հայրենակիցներ Անի Սարգսյանը եւ Նարե Դարբինյանը։ Այսօր հպարտությամբ ենք նշում մեր պատերազմի լավագույն երկրի եւ հայ երկրի ճանաչված կատարող Մարգարիտա Խաչատրյանին։ Հպարտությամբ երախտությամբ ենք նշում Նորշենի անդամ Պետրոս Ստեփանի Տեր-Պողոսյանին, Վիեննա միաբանության անդամ, միջնակարգ դպրոցի շրջանավարտներ, գիտությունների դոկտորներ, Հայաստանի գրողների միության անդամներ, Վիոլ Հակոբյանին, Պողոս Խաչատրյանին։ Գովեստով պետք է նշենք մեր դոկտորներ Մկրտիչ Ալբերտյանին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Արշավիր Թորոսյանին, գիտությունների դոկտոր Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Շերոբ Պողոսյանին, Հոլանդիայում, բժիշկ, գիտնական, Վիկտոր Վահանյանին, Սետրակ Բաբաջանյանին, Մելիք Երոյանին, Հովանես Մկրտչյանին,
Հովանես Նազարեթյանին, Պետրոս Բաբաջանյանին, Անդրանիկ Մգրտիչի Պողոսյանին, Անդրանիկ Պողոսի Պողոսյանին, Վլադիլեն Խաչատրյանին, Պլագիդոս Սիմոնյանին, Մովսես Սիմոնի Աբելյանին, Վիտալի Գրիգորի Սաղոյանին, Ռաֆիկ Հովանեսի Կարապետյանին, Հայկ Մելիքի Տարփինյանին, Պողոս Սիմոնյանին Խաշուդից, Փաշիկ Լևոնի Մանուկյանին, Փոքր Պամաջից, Սարգիս Պողոսի Պողոսյանին, Մարգարիտա Հարությունյանին եւ շատ շատերին եւ նրանց, որոնք սերվել են մեր դպրոցի շրջանավարներից, այսօր Մոսկվայում իր արժանի տեղն է զբաղեցնում մանկաբարձական գիտությունների տեխնազու Լիանա Խաչիկի Գևորգյանը։ Խոսելով Նորշեն Ցխալբիլայի դպրոցի անցած փառաբանցուղու մասին, չենք կարող երախտիկի խոսք ուղղել չասել նրա տնօրենների գործունեության եւ անցած ուղու մասին։ Այսպես, գյուղում առաջին կրթօջախը ստեղծվել է 1836 թվականին, վարդապետ Հայր Պողոս Տեր Պողոսյան սովորացրել է կրոնի ուսմունք եւ հետագա տարիների ընթացքում այս հոգեվոր դպրոցը շարունակել է իր գործունեությունը մինչև 1921-22 ուսումնական տարին։ 21-22 ուսումնական տարում Վրաստանի կառավարության որոշմամբ Սխալբիլայում բացվում է տարրական դպրոց։ Դպրոցի տնօրեն Հարությունյան Սուխրիսից դասատու Հովսեփ Հակոբյան Նորշեն Սխալբիլայի 1921 ուսումնական տարում մեր դպրոցը ընդամենը ունեցել է 4 աշակերտ։ Միքայել Սիմոնյան, Տեր դրանց Մխել, Մելիքսետ Սիմոնյան, Տեր դրանց Մելիքսետ, Փյորով Մոսիկյան եւ Գրիգոր Շիրխանյան։ Պետական դպրոցը ունեցել է 4 աշակերտ։ Ծխական դպրոցի վերջի աշակերտների թիվը եղել է 40։ Վերջի ուսուցիչը եղել է Պետրոս Պետրոսյանը, Ժամգոչի Պոտոն։ Ժամգոչ Պոտոն։ Կարող եմ ձեր ուշադրությանը ներկայացնել պատմական ակնարկ կապված մեր դպրոցի կազմավորման հետ, չգիտեմ, այնտեղ դրված էր ցուցադախտակի վրա, եթե չեք ընթերցել, հետևյալն է, շատ կարճ ուզում եմ ներկայացնեմ եւ ինչի կարճ ժամանակ ունենք։ Ուրեմն 1921-22 ուսումնական տարին ավարտելուց հետո դպրոցում դասադու է նշանակվում Հակոբ Հովսեփ Հակոբյանը։ Այսինքն Սխալբիլայի պետական դպրոցի դասադու գյուղից առաջին անգամ նշանակվում է Հովսեփ Հակոբյանը, պետական դպրոցի։ Իսկ 22-23 ուսումնական տարին ավարտելուց հետո նա նշանակվում է գյուղի նորաբաց դպրոցի վարիչ տնօրենը։ 26 թվին գյուղում գործել է 4-ամյա տարական, ինչպես նաև գյուղերի դպրոց, որի վարիչն է եղել Արշակ Գրիգորյանը։ Գյուղերի դպրոցի առաջին սովորողներն են եղել Անտոն Վահանյան, Հովանես Վահանյան, Սարգիս Գոքորյան, Հովսեփ Պաբիկյան, Նազարեթ Պալանյան, Միսակ Խաչատրյան, Հարություն Խաչատրյան, Գրիգոր Մոսոյանը։ Հաջորդ ուսումնական տարում դպրոցը ղեկավարել է Ազատ Քյուրքչյանը մինչև 1933 թվականը։ Այդ տարիներին դպրոցում դասավանդել է նաև Պողոս Հակոբյանը, պատմություն աշխարհագրություն։ 1928-29 թվական ուսումնական տարում գյուղերի դպրոցն ավարտողները տեղափոխվում են Ախալսխաղ գյուղատնտեսական տեխնիկում։ Գյուղերի դպրոցն ունեցել է 5-ից 7 դասարաններ ու քանի որ դպրոցի 2 մասնաշենքից էր, ապա վերին մասնաշենքում տեղավորված է եղել տարական դասարանները, վարիչը մնում է Հովսեփ Հակոբյան, ներքևի շենքում եկեղեցու մոտ։ 5-7 դասարանները, վարիչ Ազատ Քյուրքչյան։
Հետագայում դպրոցների զուգահեռ բացվում են նոր գրթօջախ, խրճիթ ընթերցարան, որի ամիջական նախաձեռնողը դառնում է գյուղի դպրոցի ակտիվ դասադու Գևորգ Էլբագյանը, ծագումով Զուրղուտցի։ Խրճիթ ընթերցարանը տեղավորված է եղել Ոսկանյան Պողոսի մեծ օդայում, ուր կարդում էին թերթեր եւ գրքեր։ 31 թվականին դպրոցում նորուսուցիչներ են նշանակվում Համագողած գյուղացի Մեխակ Հակոբյանը եւ Կարապետ Գյուլբեկյանը Աղցկայից։ Վերջինս նշանակվում է նաեւ որպես դպրոցի վարիչ։ Դպրոցը դարձել էր 7-ամյա, իսկ վարիչը տնօրեն։ 1933-ին ընդունվում են Թիֆլիսի հերական մանկավարժական Պուշկինի անվան ինստիտուտը։ 37 թվի դպրոցի նոր տնօրեն է նշանակվում Արտաշես Համբարձումի Պետրոսյանը, Շնորհակալություն։ 43 թվականի աշնանը Սխալբիլայի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակվում Երվանդ Խաչատուրի Սիմոնյանը, Սազել գյուղից, Երվանդ Սիմոնյան։ 46-47 ուսումնական տարում դպրոցի տնօրեն նշանակվում Սարգիս Գոքորյանը, իսկ 47-ին 47 եւ հետո հետագայում Հովանես Վահանյան եւ շարունակում է պաշտոնավարել մինչև 1974 թվականը։ Երևի թե մեր սերունդը հիմնականում գիտի Հովանես Վահանյանի ներդրումը Սխալբիլայի միջնակարգ դպրոցի շրջանավարտների, նրանց կազմավորման, գիտության, ձևավորման եւ այն, որ ասում է համարձակության ձեռքբերմանը, որ մենք ինստիտուտներ կարող ենք սովորել։ Իհարկե, մեր դպրոցի աշխատանքներին մեծապես ազդել է հայրենական մեծ պատերազմը։ Դերևս ֆիննական պատերազմից բանակ են զորագոչվում Երվանդ Հովանես Պողոսյանը, բանակ են զորագոչվում Սարգիս Խաչատրյանը, բանակ է զորագոչվում Հովանես Շիրխանյանը, Ունան Դարփինյանը, Մանաս Երոյանը, Կարապետ Սուջյանը եւ շատ-շատերը։ Մենակ հիշենք, որ 1942 թվականին Ստալինյան բռնատիրության Եթե ըստ տարիների մենք թվարկենք, բավական շատ են, այնտեղ էլ կպծված է, ես չեմ ուղղակի ասեմ 36 թվին Նորաբադ վարժարան եկեղեցու վարժապետը 1836 Տեր Պողոսյանը վարդապետ, Տեր Բոքսյան վարդապետ 15-16 թվերին Աստվածաշունչը եւ սաղմոսները սովորացրել է Շիրխանովը, Սխալբիլայի, Շիրխանյանի հայրը 18-19 թվականին տիրացու Մկրտիչ Քոսյանը, Սխալբիլայի 1920 թվականին տիրացու Մկրտիչ Խաչատրյանը եւ 21 թվին վերջապես տիրացու Պետրոս Ժամգոչյանը, որ ասում եմ Ժամգոչի պոտոն։ Դրանով սխալական դպրոցը դադարում է գոյություն ունենալու։ Գիտեք, սովետական գարքերը այլևս դպրոցը եկեղեցին անջատում են պետությունից եւ դպրոցի գործունեությունը դադարում է։ Միջնակարգ դպրոցի տեղացի Ծղալփիլացի առաջին վարիչը 1946-47 ուսումնական տարում նշանակվում է Սարգիս Գոքորյանը, որի անվամբ 1998 թվականին նշանակվում է, վերանվանվում է մեր դպրոցը։ Այսօր գրում է Սարգիս Գոքորյանի անվան միջնակարգ դպրոց։ 2000 թվականից 2000-2001 ուսումնական տարուց դպրոցի տնօրեն է նշանակվում երիտասարդ մանկավարժ Նեշտես Պետրոսի Մոսոյանը, ուր մինչև այսօր շարունակվում է։
Ես չեմ ուզում այլ հարցերի մասին խոսել եւ ասել, համենայն դեպս ցանկալի կլեր, որ ներկա լիներ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը։ Ցանկային տարբեր հանգամանքների բերումով նրանք ի վիճակի չեն այսօր ներկայանալու։ Աստված իրանց հետ, մեր զորակցությունը հայտնում ենք իրենց հետագայում ստեղծագործական աշխատանքի։ Ջերմ հանդիպում են ունենալու միմյանց հետ, պատմելով դպրոցական տարիների լավագույն հուշեր, միաժամանակ խնդիրներ ունենք լուծելու։ 2008 թվականին այդ նպատակով Երևանում գումարվեց Նորշեն Սխալբիլայի Հայաստանաբնակ հայրենակիցների եւ Ախցկայի շրջանի հայկական գյուղերի ներկայացուցիչների համաժողովը։ 300 եւ ավել մասնակիցներ հիմնեցին Նորշեն Սխալբիլա հայրենակցական, բարեգործական, հասարակական կազմակերպությունը։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի դրված վկայականը Նորշեն Սխալբիլան հասարակական կազմակերպություն է։ Մենք ունենք տեր, մենք ունենք կազմակերպություն, մենք ունենք ձայն հնչացնելու մեր ձայնը, մենք ունենք միջնորդելու եւ սատար կանգնելու եւ տեղական իշխանությանը եւ դպրոցին մեր հայրենի գյուղին։ Այստեղ մեր վկայականն է Արդարադատության նախարարության կողմից հաստատված, այստեղ մեր կանոնադրությունն է Արդարադատության նախարարության կողմից հաստատված, այս էլ մեր կնիքն է։ Կնիքն այսօր գյուղը կնիք չունի, բայց մեր գյուղի տերը հանդես է գալու այս կնիքի հասարակական կազմակերպությունը։ Հանդես է գալու ինքը։ Հասարակական այն բոլոր նախաձեռնություններին պատերազմի հետևանքով հարկադիր տեղափոխված բնակչությանը օգնելու հարցում։ Նորշեն Սխալբիլա հայրենակցական, բարեգործական, հասարակական կազմակերպության նպատակներն են աջակցել հայրենակիցներին սոցիալ-տնտեսական, կրթական եւ առողջապահական իրավունքների բնակավարում, ներկա եւ հեռանկարային գործունեության իրականացմանը, օժանդակել համայնքին եւ դպրոցին անհրաժեշտ քրականության ձեռքբերմանը, ապահովել կապը աշխարհի 110 երկրներում ու քաղաքներում տեգերող մեր զավակների հետ, նրանց կրթության, հայեցի պահպանման, հայոց լեզվի մնալու եւ նորշենցի մնալու հարցերի։ Մեր կազմակերպության այդ օր հավաքին ողջունի խոսքով հանդես եկավ Ախցկայի շրջանի նահանգապետի օգնական ազգային փոքրամասնությունների գծով Սամվել Աղեգյանը, ողջունեց նա, բարեմաղթեց հաջողություններ եւ ասեմ մեր հիմնադրամի առաջին ներդրումը $200 ինք արավ, ասեց առաջինն եմ ես աջակցում ձեր կազմակերպության ասма ամեն ուղիղ առաջի քայլից է սկսվում, բավական արգասաբեր քայլ է։ Հաշվի առնելով, որ հասարակական Սխալբիլացուց, որտեղ ապրում են գյուղից դուրս, յուրաքանչյուր ընտանիքից ամսական սահմանել 1000 դրամ, $3.5 անդամավճար, որը մուծվելու է բանկի հաշիվը ձեզ կտրվի, դրսի քաղաքներում ապրողներ, Նորշեն Սխալբիլա կայքը, ինտերնետային կայքը նայեցեք, այնտեղ գրված կլինի։ Բանկի հաշիվը որտեղ պետք է, օրվա ամսվա կենցաղային վճարումների հետ կարող եք 1000 դրամ այդ հաշվի համարի։ Մենք ունենք վերաստուգող, վերահսկիչ խումբ, Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, 6 ամիսը մեկ ստուգումներ է անցկացնելու։ Հարգելի հայրենակիցներ, այսօր մեր հայրենի գյուղի դպրոցը պետք է ասենք ծանր օրեր է ապրում։ Խնդիրներ կան հատկապես առաջին հերթին աշակերտների թվի։
ուսուցչական կոլեկտիվի եւ ընդհանրապես դպրոցի պահպանման հարցում։ Այդ նպատակով թույլ տվեք նախ երախտագիտություն հայտնենք դպրոցի հովանավոր եւ տարբեր հարցերով գյուղի օգնություն ցուցաբերող մեր հայրենագիստներին, հատկապես Լեոնիդ Գոկորյանին, Ֆերդինանդ Գոկորյանին, Հակոբ Պողոսյանին, Սերգեյ Սիմոնյանին եւ մյուս բոլոր հայրենագիստերին, ովքեր իրենց կազմակերպական եւ ստեղծագործական աշխատանքով հնարավորություն են տալիս մեր հայրենագիստերին աշխատանք ունենալու գյուղից դուրս շինարարության եւ արտադրության բնագավառներով։ Դրանով իսկ ապահովելով իրենց թե նյութական, թե երեխաների կրթական լուծման խնդիրները։ Այսօր մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր հայրենագիցներ Իվան Մոսոյանին, Ալեքսանդր Պետրոսի Յադոյանին, Խաշուծի Սերիկ, որոնց արտադրական եւ շինարարական ձեռնարկություններում բազում մեր հայրենագիցներ են աշխատում, ստանալով սովորականից բարձր աշխատավարձ, դրանով իսկ նպաստելով հայրենի գյուղի բնակչության բարեկեցության հարցերին։ Ներկա ժամանակաշրջանը դպրոցական ծրագրերի բարդությունը պահանջում է նախ եւ առաջ կահավորել այն ժամանակակից ինֆորմացիոն համագարկերով։ Ուստի մեր հասարակական կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկն է հայրենակցական, բարեգործական կազմակերպությունների եւ անհատ բարեգործների ուշադրություն հրավիրել մեր դպրոցի, ինչպես նաեւ հարևան հայկական գյուղերի դպրոցների հովանավորության վրա։ Իհարկե, միաժամանակ պահանջելով ուսուցչական կոլեկտիվներից, շեշտում եմ, ուսուցչական կոլեկտիվներից վերավորակավորվել ժամանակակից դպրոցի պահանջների ոգով։ Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Սփյուռքի դպրոցների ուսուցիչների եւ աշակերտության հավաքներ, սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, չգիտեմ ինչու, մեր դպրոցների կոլեկտիվները հիմնականում չեն ընդգրկվում այդ ծրագրերի մեջ։ Դա նշանակում է տեր չունենք, բայց հիմա տեր ունենք։ Մենք այդ յուրաքանչյուր ծրագրից առաջ միջնորդելու ենք, որ անպայման Նորշեն Ցխալբիլայի եւ շրջակա հայկական գյուղերի դպրոցների թե աշակերտները եւ թե դասատուները ընդգրկվեն այդ ծրագրերում։ Հետևաբար մեր հասարակական կազմակերպության ծրագրերում պետք է ընդգրկել նաև այդ հույժ կարևոր հարցերը եւ վերջապես անելիքները շատ են, խնդիրները բարդ, սակայն չպետք է հուսահատվենք մեր ուժերի ծրագիրը հիմնականում ներկայացված է, միաժամանակ թույլ տվեք հայտնել նորից կրկնել, որ գեղարվեստական մասում որոշակի սահմանափակումներ կան, սակայն ամենակարևորը մատուցվելու է անակնկալ նիստի երկրորդ մասում, որ շարունակվելու է դահլիճում, մենք լսելու եւ ներկա ենք լինելու եւ ճանաչելու ենք Նորշեն Ցխալբիլայի անվանի երգչուհիներին, Անի Սարգսյանին եւ Մարգարիտա Խաչատրյանին։ Թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել ՀՀ գիտության եւ կրթության նախարարի շնորհավորական ուղերձը։ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն։ Հարգելի ծաղալփիլացիներ, սիրելի մանկավարժներ եւ աշակերտներ, ողջունում եմ ձեզ դպրոցի կազմավորման, միջնակարգ կազմավորման 70-ամյակի արդիվ։ Կրթության եւ գիտության նախարարության անունից շնորհավորում եմ Ցխալբիլայի բնակչությանը նվիրական կրթօջախի բոլոր տարիների շրջանավարտներին, այժմ սովորող դպրոցականներին եւ հատկապես առաջի դասարանցիներին։ Մեծ գնահատանքի արժանի հաստատությունը կրթել է հայրենասեր մարդկանց սերունդներ եւ շարունակում է կրթադաստիարակչական իր բսեմ առաքելությունը։ Հույսով եմ, որ դպրոցը հետ այսուհետ կնպաստի հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը
եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը Սխալբիլայի գրթօջախին ու նրա աշխատակազմի մաղթում եմ նոր հաջողություններ, հաջող սերնդի գրթության եւ դաստիարակության դժվարին, սակայն վեհ ու պատվավոր գործում հարգանքներով Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Սպարտակ Սեյրանյան, ես էլ իր ադրեսն ու ուղերձը։ Առանձնահատուկ երաժշտագիտության խոսք պետք է ասեմ Վալենտին Ադամյանին, մեր կազմակերպության Սոչի եւ Լազարևսկի ներկայացուցիչին։ Կարծես թե ես հերվից դրա արդյունքները տեսա, նկատեցի։ Այնքան ոգևորությամբ, այնքան մեծարանքով խոսեց եւ պատկերացրեք այս կազմակերպական միջոցառումներին երրորդ օրը այդ ամբողջ համայնքից իրենց ներդրում արին այս միջոցառումը հաջող անցկացնելու համար։ Ողջույն եւ փառք նման շատ ընկերներ, շատերը կան։ Ինչանոց մեր կազմակերպության ներկայացուցիչները տարբեր դիասպորաներում կան։ Աբդերում Պողոս Եղազարյան, Ասի Պողոս Գևենի Մոսիկյան, Մոսկվայում ներկայացուցիչ է նշանակվել Ելենա Անտոնի Սիմոնյան, Պրիմորիայում ներկայացուցիչ է նշանակվել Ռոբերտ Գոքորյան, Կիսլավոցկում ներկայացուցիչ է նշանակվել Պետրոս Փորթոյան, Կրասնադարում նշանակվել է Ռոբերտ Դարփինյան։ Վերջապես այն տեղերը, որտեղ մենք ունենք մեծականակ ներկայացուցիչներ, կազմակերպության լիազոր ներկայացուցիչներ են։ Ես ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մեր դպրոցի շրջանավարտ, իրոք դպրոցի նվիրյալ ու գյուղին նվիրյալ մեր դասընկերներից մեկին, Հայկ Մելիքի Դարփյանին, ներկայումս Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալին։ Նա ի վիճակի չեղավ նախարարի բացակայության հետևանքով փոխարինում է նրան ներկայանալ եւ ուղարկել է շնորհավորական ուղերձ։ Թույլ տվեք այն ընթերցել։ Սիրելի համագյուղացիներ, հարգարժան հյուրեր, դպրոցի մանկավարժներ եւ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ դպրոցի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ցավում եմ, խոր ափսոսանք եմ ապրում, որ ծառայական պարտականություններից ելնելով հնարավորություն չունեցա մասնակցելու այդ պանցալի տոնակատարությանը, սակայն հույս ունեմ, որ ինձ բացակա չեք դնի։ Ցանկացած մարդու կյանքում որոշիչ է դպրոցի դերն ու նշանակությունը, կյանքի ճիշտ ուղի ընտրելու համար։ Առանձնապես բարդ է այն դպրոցների դերը, որ գործում են հայրենիքից դուրս, քանի որ կրթելուց եւ դաստիարակելուց զատ նրանք խնդիր ունեն հային հայ պահելու եւ հայկական հոգեկերտված ձևավորելու սերունդների մեջ։ Մենք մեր հայրենի բնորանի միջնակարգ դպրոցի բոլոր շրջանավարտներս պարտական ենք մեր սիրելի ուսուցիչներին, բոլոր այն ձեռքբերումների համար, որ ուղեկցել են մեզ ամբողջ կյանքում։ Նրանց տված գիտելիքները հնարավորություն տվեցին վստահ լինել մեր ունակությունների վրա, համարձակ ուղի հարթել դեպի ապագա, ձեռք բերել համապատասխան մասնագիտություն եւ ամենացորդ նվիրումով ծառայել մարդուն, հայրենի գյուղին եւ համայն հայությանը։ Այսօր մեր դպրոցի շրջանավարտների մեջ կան հայտնի բժիշկներ, ինժեներներ, ինժեներ կոնստրուկտորներ, ճարտարապետներ, արտադրության ղեկավարներ, գիտության եւ արվեստի ճանաչված գործիչներ, տարբեր բնակավարների վաստակաշատ մասնակիցներ։ Որպես այս դպրոցի շրջանավարտ, ես հպարտությամբ ու մեծակույն երախտագիտությամբ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Նորշեն Սխալբիլայի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի տարբեր սերունդներին իրենց ազգանաբաց եւ նվիրատական աշխատանքի համար, ինչի շնորհիվ մենք կարողացանք գտնել մեր տեղը կյանքում։ Հարկ ու պատիվ բոլորին, ես ձեզ հետ եմ, ես սիրում եմ բոլորին։ Հայկ Դարփինյան, Հայաստանի Հայկ Դարփինյանը իր անունից
շնորհական ծրարները ուղարկել մեր դպրոցի առաջին սերունդի ցավոք պետք է պահպանված 4 ուսուցիչների, 3 ուսուցիչների եւ 1 ուսուցիչ։ Թերեզա Մոսիկյան, Աննա Դավթյան, Վերոնիկա Սիմոնյան Ավետիսյան։ Ցավոք նրանք ի վիճակի չեն թեկուզ ասենք մեքենայով բերեն գալ այստեղ։ Եվ վերջապես մեր վաստակաշատ, մեր սերունդի դասադու Մոսոյան, Խաչատուր Մոսոյանի։ Ես մեծ սիրով այս շնորհական բացիկը հայտնում եմ ընկեր Մոսոյանին եւ միաժամանակ խնդրելու եմ ողջունի խոսք ասելու մեր այսօրվա հավաքին։ Ընկեր Մոսոյան։ Ես շնորհում եմ մեծ հոբելյարի կապակցությամբ, քեզ որպես վաստակաշատ դասատու, բազմապրոֆիլ դասատու, եւ երգի, եւ արվեստի, եւ գիտության, եւ մանկավարժության մեջ, եւ որպես դպրոցի նախկին տնօրեն։ Շնորհում եմ։ Ընկերներ, քանի որ մեր 3 դասատուները, ուսուցչուհիները ի վիճակի չեն ներկայանալու, թույլ տվեք Աննա Դավթյանի շնորհական բացիկը հանձնել ամուսնուն մեր դպրոցի 42-43 թվի շրջանավարտ Բողոս Գրիգորի Ամրխանի Սիմոնյանին։ Քչերը գարնի։ Հանձնում ենք դուստր դպրոցի շրջանավարտ Հայաստանի առողջապահության նախարարության վաստակաշատ բժշկուհի Սվետա Պողոսի Սիմոնյանին։ Թերեզա Մոսիկյանից ներկայացուցիչ կա։ Չկա, Անտոն ջան, թույլ տվեք Թերեզա Մոսիկյանի հասանելիք շնորհական այս բացիկը հանձնել մեր հարգարժան դպրոցի շրջանավարտ Ալվարդ Դարփինյանին։ Ավետիսյաններից Վերոնիկա Սիմոնյան Ավետիսյանին ներկայացուցիչ կա Լաուրա։ Հա։ Ման խոսքը, բայց քանի որ դպրոցի ղեկավարությունը չկար, նա պետք է կարդար դպրոցի ներկա խնդիրները, ներկա ծրագրերն ուսուցչական կոլեկտիվի խնդիրները, երևի թե ես իմ ելույթի մեջ նկատեցիք, ակնարկեցի, ասեցի։ Հետևաբար ողջունի խոսքը դրվում է մեր դպրոցի վաստակաշատ դասատու Խաչատուր Մանասի Մոսոյանին։ Լսենք։ Ախալցայի շրջանի որ այստեղ է քաղաքվել այս հոբելյանական համահավաքին արդեն բոլորս գիտենք, որ էլի առաջին հերթին տարբեր նշելու Զղալպիլայի միջնակարգ դպրոցի բացման կապակցությամբ, որ տեղի ունեցել 1937-38 ուսումնական տարում բարով եք եկել, բարիկալուս ձեզ։ Լսելով ընկեր Դարբինյանի ելույթը, մեր գնդապետ Վալոդյայի ելույթը այնքան գեղեցիկ, այլևս ինձ ոչինչ չի մնում ասելու։ Միայն այն, որ մենք բոլորս ինձ հետ միասին եւ դուք բոլորը ցիելի շրջանավարտներ, խանդավառ կերպով պետք է շնորհավորենք, պետք է ողջունենք դրանց ձեռնարկած այս հոբելյանական համահավաքը։
Դա մեծ խորհուրդ ունի, ինձ թվում է բոլորդ գիտեք արդեն, որ իրոք, եթե Ջավախք հայրենակցական միություն գոյություն ուներ եւ մեծ գործունեություն էր ծավալում Երևանում, մեր Մեսխեցի հայերս պարզապես չունեինք եւ որևէ առիթով, եթե մեկին ու մեկին պետք էր որևէ օգնություն, դիմում էին Ջավախք հայրենակցական միությանը։ Այսօր մենք ուրախ ենք, որ իսրտե եմ ասում այս բոլորը, ինձ հետ միասին ինձ թվում է նաեւ դուք, եթե իրոք հասկացել եք, թե ինչ է նշանակում այս կազմակերպության հիմնադրումը, պետք է բոլորս սրտանց ուրախանանք, խանդավառությամբ ողջունենք, քանի որ նա ազգօգուտ հայրենանվեր մեծ գործունեություն է ծավալելու, ինչպես էլի նշեցի ինքը, որի ղեկավարներն են մեր դպրոցի նախկին ամենափառաբանց աշակերտները, Հանձին ընկեր Վալոդյայի, որից ես հայ մի շարք Բալանյան, Սարգսի, մյուս գյուղերից էլ կան, բոլոր հայկական գյուղերից։ Այս հայրենակցական միությունը, եթե կներեք չեմ երկարացնում, այս հայրենակցական միությունը, որ առանձնապես էլի գոչվելու է լոկ միայն Մեսխետի, այսինքն Սամցխեի, շատերս գիտենք, թե Սամցխե երեք դերտեր, այնինչ այդպես է, Սամցխե նշանակում է Մեսխերի երկիր, մեր ախստան գավառը եղել է Մեսխեցիների երկիր Մեսխաց, որը առաջ է եկել Նոյի Զավակ Հաբետի Թորան Մոսկ անունով, դղայի անունով։ Դա Կովկասյան ժողովուրդների մի տեսակ է եղել, որ նրա անունով էլ կոչվել է Մեսխետի։ Մենք գիտենք էլի Մեսխեցի թուրքեր են ասում եւ այլն, սափարեցեք, որտեղ հայրենանվեր մեծ գործունեություն է ծավալելու։ Մի փոքր բան էլ ասեմ եւ դրանով կվերջացնեմ։ Հա։ Մի քանի տարի առաջ, 3-4 տարի առաջ ես Երևանում էի եւ բուժվելու համար վճարունակ չէի։ Դիմեցի Հայկ Մելիքի Դարբինյանին եւ առաջի բաժնի առողջապահության մինիստրության առաջի բաժնի պետընկեր Վալոդյային, գնդապետ Վալոդյային, նրանց միջնորդությամբ Ջավախք հայրենակցական միության օգնությամբ $300 չափ ինձ պատվերով բարգեցրին հիվանդանոցում, բուժեցին եւ ուղարկեցին։ Ահա այսպիսի հայրենանվեր, այսպիսի գեղեցիկ էլի միջոցառումներ կարող է անել այսուհետև բոլորս էլ հուսանք, որ այդպիսի գործունեություն պիտի ծավալի այսօր հիմնադրված, ոչ թե այսօր, այլ վերջերս հիմնադրած ընկեր Վալոդյայի ասած մեր Մեսխետի կոչվելու է լոկ Մեսխետի Նորշեն Ցխալբիլը հայրենակցական բարեգործական Նորշեն Ցխալբիլը հայրենակցական բարեգործական ընկերություն, որի նախագահն է ընկեր Դարբինյանը, դապարություն։ Հետո մի բան էլ ասել եւ դրանով կվերջացնեմ։ Երբ Հիսուս Քրիստոսը ելույթ էր ունենում հավատացյալների առաջ, այնքան քաղցր էր, այնքան անուշ լեզվով էր խոսում, որ կանանց միջից միկին հերվից խանդավառությամբ բացականչեց։ Երանի այն որովայնին, որ քեզ կրեց, երանի այն ստինքներին, որ քեզ դիեցրին, այսինքն քեզ կենթանացրին։ Վալոդյայի ելույթը ես նմանեցնում եմ երանի մորդ, որ իրոք քեզ գրել է, երանի նրա ստինքներին, որ դպրոցի շրջանավար Երևանի մանկավարժական ինստիտուտի ոստիկանական ակադեմիայի ավագ դասախոս Սարգիս Բալանյանը։ Հարգելի բարեկամներ, սիրելի նոշենցիներ, ճյուղացիներ, աբատխևցիներ, ծինիբանցիներ, այս դպրոցը մենակ նոշենի դպրոցը չի։ Այս դպրոցը, որը գոյատևել է միջնակարգ որպես այս բոլոր նշված գյուղերի համար։ Ես հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտն եմ։ Հպարտ եմ, որ եղել եմ Վահանյանի, Խաչատրյանի, Հակոբյանի, Մոսոյանի, Դարբինյանի եւ մյուսների աշակերտը։ Այդ սերունդը, ում ես թվարկեցի, երևի եղել է դպրոցի ոսկե դարը։
ովքեր այդ տարիներն են սովորել, իսկապես ոսկետար եղել։ Թված ուսուցիչներից ամեն մեկը ոչ միայն լավ մասնակետ էր իր առարկայի մեջ, այլև իսկապես մանկավարժ, հոգեբան, արվեստագետ, շատերդ երևի կհիշեք, որ պայմանացրին Շիրվանզադեի պատվի համարը։ Հետագայում ես այդ նույն ներկայացումը տեսա նաև Լեննականում, այնտեղ է աշխատում, Երևանում, ոչնչով այն չէր զիջում։ Ես շատ լավ հիշում եմ Շիրխանյանի, Սաղաթելի դերը, հիշում եմ Աբելյանի, Էլիզբարովի դերը, Մոսոյանի Սուրենի դերը, երևի շատերդ եք հիշում։ Այդպիսի մանկավարժական կոլեկտիվ էր, որը բացի մանկավարժ լինելուց, նաև Ուրիշ տասարանների մեզենդոս, ուրիշ կատելես։ Ես է բեդասանն եմ։ Տունե արեք, այն ուրիշ ուրիշ տասարանը, բանի դու կայ է։ Շվարձ, ես նկարման նկարան զեցը երանտում էր Եթե աղջիկ այ ախր ուրիշ տեղ նոշեն չկա, ախր ուրիշ տեղ չունվեք ու խաշուտ չկա, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ուրիշ տեղ այս կան ասվածապաշտ մարդ չկա, այս կան ավանդույթներով հագեցած ժողովուրդ չկա, այս կան բարեշնոր հայություն չկա, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, չէ, ոչ մի տեղ էլ չենք գնա, մենք ձեզ հետ ենք և մեզ հետ ենք, շնորհակալություն։ ուսումնական տարվա շրջանավար Լուսիա Սարգսի Բալանյանը, Հայկական Հանրապետության վաստակաշատ մանկավարժ, լեզվի և գրականության, Սխալբիլայեցիների հայոց լեզվի ուսուցչուհին։ Ուշադիր։ Իմ խոսքը տարբերվում է մի քիչ։ Իմ խոսքը ավելի լիրիկական շեղում է, որովհետև Դարբինյանը համակողմանի վեր հանեց։ Եվ Սխալբիլան, և Տիբոց Պահոց։ Այսօրվա մեր համահավաքը, տոնախմբությունը, երախտագիտության մեծ խոսք է մեր բոլոր այս շրջանավարտների ուսուցչական կազմին և ընդհանրապես դպրոցին, ուր անցել է մեր մանկության և պատանեկության անգնահատելի, անկրկնելի պայծառ աշակերտին հատուկ անհոգ օրերը։ Ուստի 1958-59 թվականների շրջանավարտ 10-րդ A դասարանը ողջունում է նորընծա, նորաստեղծ հայրենակցական, բարեգործական հասարակական ընկերությանը իրենց դժվարին, բայց միությանը պատիվ բերող այս տոնախմբությունը կազմակերպելու համար։
աշակերտին։ Մենք բոլորս մեզ աշակերտներ ենք զգում հիմա, որովհետև մեր բոլորի հոգին այսօր երիտասարդական խանդավառությամբ է լցված, որովհետև 70 տարիների մեջ կորած մեր երազ աշակերտական օրերը պատար հառնում են այսօր մեր հուշերի մշուշից, ցոլացնում մեր նախկին շեն մարդաշատ գյուղերը, 1000-ից ավել աշակերտ ունեցող դպրոցը եւ տասնյակ ուսուցիչներ, ես կասեի ուսուցիչ հսկաներ, նրանք այս անվանը արժանի են, ուսուցիչ հսկաներ, որոնք հետագայում ստացան իրենց արժանի գիտական աստիճանները, գիտության տեխնացուներ, դոցենտներ, պրոֆեսորներ։ Մենք հպարտ ենք բոլորս, որ այսպիսի ուսուցիչների աշակերտներ ենք։ Բայց այսօրվա նախկին շեն գյուղի փոխարեն մենք տեսնում ենք մարդաթափ ծերացած գյուղ և դպրոց ընդամենը 90 աշակերտով։ Սա ողբերգություն է, բայց եթե մեղավորներ փնտրես, չկա։ 70 տարիների մեջ կյանքը հոսել է և այդ հոսքի մեջ գործել են բնության օրենքներ, հասարակական օրենքներ, փոխվել է հասարակակարգը, փոխվել են սերունդները, փոխվել են օրենքները։ Եվ փառք Աստծո, որ մեր հայրենագիցները հավաքվեցին, հեռացան գյուղից, բայց հավաքվեցին մայր Հայաստանում, հայրենիքում, որի համար պարուր սևագը այնքան շատ է տասնապետում։ Ուրիշ պետությունների մեջ ծրված մեր հայրենագիցների վիճակն է, որ անհանգստացրել է մեր պայծառ ուղեղներուն։ Պարուշ Սևակին նա համարել է սա սպիտակ ճարտ, որովհետև Բաբելոն, Ասորեստան, Հայաստանի քույրերն էին դարեր, թվարկություններից արդ նրանք չկան, Հայաստանը այսօր կա, բայց ժողովրդաթափ է լինում, պիտի կանգնեցներ։ Գովելի է, որ մեր երիտասարդությունը, մեր հայրենագիցները ծվարեցին մայր Հայաստանում, սա շատ գովելի է։ Հենց Սևակը իր եռածային պատարակում ասում է. իմ հայր ժողովուրդ, դու որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեև ակամա դեռ ժողոված չես, տակավին ծիր ես, ցան ես ու սփյուռք, դու այսուհետև պիտի ժողովես նախ ինքդ քո մեջ և ապա քո շուրջ։ Աքսորը միայն բռնի չի լինում, այլև կամովին, մենք կամովին աքսորականներ ենք։ Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, տան մեջ նույնիսկ գերի լինելը այլ ազատություն, և տունն էլ տուն չէ, այլ հայրենիք է, և ինչ հայրենիք, գայլի երախից ձեռքերով խլված մի մանուկ Դավիթ, երկանք քարի ագրայից պրծած ողջանտան միսել, և ով կգտնի, որտեղ կգտնի այսպիսի մի նոր երկրորդ հայրենիք, թերևս աշխարհում ոչ մի հայրենիք, մեծ ու վիթխարի, զորեղ ու կարող ոչ մի հայրենիք, յուրայինների սրտում ու հոգում չի հարուցանում այնքան սեր անանց ու կարոտ այնքան, որքան այս մի փոքր սեղմված երկիրը հայոց։ Այո, մենք գիտենք, անձի վրա զգացել ենք, բայց մեր հայրենիքում ծվարած մեր հայրենագիցները, եթե մտածում են ու կազմում են հայրենակցական, բարեգործական, հասարակական կազմակերպություն, դա նշանակում է, որ նրանք մինչև վերջ հայրենի ծննդավայրի հետ են լինելու, նրա ցավերի, տնտեսական, սոցիալական, բարոյական, հոգևոր, իզուր չէ որ Տարբինյանը
երկրորդ անգամ վերածնունդ տվեց Ծղարպիլային, որ մահ չունի, եւ նրա ամբողջ տոհմածառը ամփոփվեց Նորշեն Ծղարպիլա տարեգրության մեջ եւ հրկեց ամբողջ այս աշխարհի դարերի ամենակուլ երախից մեր ժողովրդին փրկեց, որտեղ նա ապրելու է, նա մնալու է նրա պատմությունը, բայց ահա որ դժվար է իհարկե բարեգործական այս սատարը հայրենակիցներին։ Ես իմ միտքը ամբողջացնելու համար եւ չերկարացնելու համար բերեմ համաշխարհային բարերար, աշխարհի մասշտաբով բարերար Մայր Թերեզայի խորհուրդները եւ կարծիքը տարիների ընթացքում որ կամել է մարդուց ու կազմել իր որոշել մարդու էությունը Մայր Թերեզան ասում է մարդը ընդհանրապես անխոհեմ է անդրամապանական եւ եսակենտրոն բայց սիրիր նրան ամեն դեպքում եթե բարիք ես գործում մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ բայց բարիք գործիր ամեն դեպքում ազնվությունը եւ անգեղությունը խոցելի է դարձնում մարդուն բայց ազնիվ եւ անգեղծ եղիր ամեն դեպքում մարդը միշտ էլ կարոտ է օգնության բայց եթե օգնես կհարցակվի քեզ վրա բայց օգնիր նրան ամեն դեպքում դուր աշխարհին քո ունեցած ամենալավը եւ մարդիկ կփշրեն քո ատամները բայց դուր աշխարհին քո ունեցած ամենալավը ամեն դեպքում Հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, հարգելի շրջանավարտներ, այսօրվա մեր հավաքի խորհուրդը մի անգամ եւս մեր գյուղի հարատևման պատի վրա մի քար եւս ավելացրեց։ Մենք եթե 1886 թվականին եկեղեցի ենք կառուցել, 90 թվին պատերազմի զոհվածների հուշարձան ենք դրել, 2003 թվին գյուղի պատմությունն ենք գրել, որ հավերժության ճամփորդ դառնա մեր գյուղը։ Այսօր վերածնունդ ենք հաղորդում մեր կրթօջախին, որ նորից եւ մի քար ավելանա դրան։ Ես ողջունում եմ մեր բոլորին, Նորշեն Ծղարպիլա, Նաոխրեփ, Ծինիբան, Ջուգլատ, Չիֆլիկ, բոլորը մենք ենք, մենք մեկն ենք, մենք միասին ենք եւ ամեն դժվարության առաջ կանգնելուց մենք պետք է միմյանց սատար կանգնենք, միմյանց օժանդակենք։ Այսպիսով, մեր հանդիսավոր նիստի առաջին մասը նվիրված Սարգիս Կոկորյանի անվան Նորշեն Ծղարպիլայի միջնակարգ դպրոցի կազմավորման 70-ամյակին ավարտված ենք համարում։ Յուրաքանչյուր տարիների շրջանավարտներ մեկնում են իրենց դպրոցները լուսանկարահանման ժամը 5:30 տեղական ժամանակով հավաքվում ենք նիստի հաջորդ մասի շարունակությանը Նորշեն Ծղարպիլայի հարսանյաց եւ Սքո արարողությունների դահլիճում։ Նորից եմ
երազանքը այսօր իրականացվել է։ Այսօր հավաքվել եք մեր իսկական բուն կրթության։ Այսօր հավերժանալու ենք այս լուսանկարներով։ Կան արեք, կան, գիտեք ինչ է։ Կամ պատճեները տվեքին, որ են գրքի մեջ մտցնենք, պատմության տարեգրություն են գրում դրոց։